Նույնիսկ տարժիվիցայից ետերում են ստուգումներ մեր տեղեկություններով։ Ինչից պետք է վախենալ։ Թիրախավորումից չեք վախեն, որ նաև հերթը ձեզ կհասնի։ Եկեք սենց նայենք, եթե մտնում ես մի դիրքորոշում ես արտահայտում, պետք է հասկանաս ամբողջ պատասխանատվություն է։ Չնայած դիրքորոշումը ավելի շատ մարդկանց ճիշտ ուղու դնելու դիրքորոշում էր, բայց բոլոր զարգացումները, ինչպես մենք ասել ենք, մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ուզում եմ էլի ասեմ, որևէ քաղաքական աջենդա չի մերը, քաղաքական ուղի չի մերը, այս պահին մենք ինչ ունենք, դա մեր եկեղեցուն, թող հանգիստ թողեն իրանք, թող զբաղվեն, եկեք տարանջատում դնենք, պետական կառավարիչները զբաղվեն պետության էֆեկտիվ կառավարմամբ, իսկ եկեղեցական գործիչները զբաղվեն իրենց հոտի հոգևոր կարիքներով։ Պարոն կապիտան, ասում եք քաղաքական աջենդա չի, բայց Փաշինյանի համար ոչ միայն քաղաքական աջենդա է, այլև աշխարհաքաղաքական հիբրիդային անվտանգությունից է խոսում, Արմեն Աբազյանին են փաստացի աշխատանքից ազատում, թեև ասում է պատճառը ամենևին Սամվել Կարապետյանի գործը չէ, եւ այլն, այս դիրքորոշումների տարբերությունը կա, իշխանությունները բոլոր սատելիտներով անցել են այսպես ձեզ մրոտելու գործին։ Կարող են անցնել մրոտելու գործին մարդկանց, ուղղակի պետք է հիմք լինի դրա համար։ Ինչը պետք է մրոտեն, օրինակ ես ուզում եմ հասկանամ ինչից են խոսում, մի հատ կարակ ասեք ինչից են խոսում։ Դե ասում են, որ հիբրիդային անվտանգության հարցեր են։ Ինչ է նշանակում հիբրիդային անվտանգության հարցը։ Ակնարկում են Ռուսաստանի միջամտությունը եւ որովհետեւ պարբերաբար այդ թեմաներով անդրադարձեր են լինում։ Հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է Հայաստանից դուրս։ Այսինքն Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Հայաստանից դուրս ապրում է 4 միլիոն հայ։ Հայաստանից դուրս ապրող հայերը եւս հայերեն ու երբեմն շատ ավելի մոտիվացված ու իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։ Ասում է, այո, չէին կարող գալ դրսից ինչ-որ մարդիկ ու ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության հասցեին։ Իհարկե, սպառնալիքներ պետքա չհնչեցնեն։ Պարոն Կարապետյան, արդեն տուգանել են հեծին 10 միլիոնով տաշիրից ցանցն են փակել, սրա մասով ինչ կասեք, դա որոշ կետեր տաշիրից։ Ոչ մի բան, նորմալ է։ Պարոն Կարապետյան, ինչ փոխվեց այս իշխանության մոտ, որովհետև դուք նաև այս իշխանության օրոք եք բարեգործական ծրագրեր իրականացրել Հայաստանում, ինչը փոխվեց։ Իշխանության օրոք չենք իրականացրել, այլ իրականացրել ենք մեր երկրում։ Այսինքն չկա իշխանության համար չենք արել, դա արել ենք մեր երկրի համար օգտակար լինելով մեր հայրենակիցներին ու դրա դիմաց չպահանջելով ոչ մի բան։ Այսինքն լսում եմ։ Կարապետյան մի հարց։ Այսինքն Կարապետյանները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, իշխանության հավակնելու, այսպես իշխանությանը հավակնություն ունի, օրինակ դիտարկում է այնպիսի իրավիճակ, որ հաջորդ ընտրություններին կարող է առաջադրվել ու Երևի ճիշտ հասցեատեր չեք գտել, ես կարող եմ տնտեսական գործունեությունը, որ մենք տանում ենք դրա մասին պատմել, բայց ճիշտ հասցեատեր չեք գտել այդ հարցը տալու։ Ի պաշտպանություն եկեղեցու Սամվել խեր ունի դրա հետ կապված եւ փորձում է օրինակ ի պաշտպանություն այդ ուժերին։ Ինչպիսի մտավախություն օրինակ կամ այդպիսի ազդակ ստանում եք, որ Նիկոլ Փաշինյան օրինակ հնարավոր է այդպիսի մտավախություն։ Ըստ ամերիկյան վերջի հարցումների, ինչքան ես գիտեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Դուք կարծում եք միայն եկեղեցուն պաշտպանելու համար, եթե տեսնում եք այդպիսի վտանգ, օրինակ Չեմ կարող ասել, ինչքան ես հասկանում եմ, շատ տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիա ունեցող երկրի ղեկավար կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ
իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Շնորհակալություն։ Արձագանքներ կան, օրինակ Զախարովան, բացի Զախարովայից այլ նաև Շնորհակալ եմ, մյուսը հետո կշարունակենք, իսկ հիմա այսքան ասեմ, պարոն Կարապետյան, ձեր կարծիքով միայն վերջին հայտարարություններ ձեր հորեղբոր պատճառը, որ այսպես արշավ սկսվեց ձեր դեմ, թե նախապատմություն այլ հիմքեր ունեն, որովհետև մենք հիշում ենք, որ վատ չէին ձեր հարաբերությունները, հա, Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ձեզ էր գովում, այսինքն բարերար գործարարներին Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին Արցախում դեռևս չհանձնված իր կողմից։ Հետո 21 թվականին Սամվել Կարապետյանը ջերմընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ այս ընթացքում ձեր կողմից, ձեր ընտանիքի կողմից այդպես ընդդիմացող ինչ որ բաների չենք տեսել, հա, չենք մասնակցել։ Մի տեսլական ունենք, մեր տեսլականը կայանում է սրանում։ Եթե մեր ժողովուրդը ընտրում է ղեկավար, մենք կաշխատենք այդ ղեկավարի հետ եւ կփորձենք մեր երկրին ինչ որ դրական էֆեկտ տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր չի եղել։ Բայց դուք տեսնում եք, չէ՞, ղեկավարը ինչ քայլեր անում, օրինակ հանձնեց Արցախը, չգիտեմ, բազմաթիվ այլ հայտարարություններ արեց, Հայաստանի սուվերեն տարածքից որոշ տարածքների նրա օրոք զիջվեցին թշնամուն, ու այսպես շարունակ։ Ինձ թվում է բոլորն են տեսնում ու դրա հայելին պետք է լինի ժողովրդի կարծիքը, մարդկանց կարծիքը։ Եթե մեր հայրենակիցները կողմ են, եթե կողմ չեն, ուրեմն կողմ չեն։ Մենք եք այդ ժամանակ, օրինակ 21 թվականին, 20 թվականին, բայց չեք արտահայտել ձեր դեմ արտահայտել ենք։ Դուք երևի չեք հիշում, Սամվել Կարապետյանն էլ, իմ հայրն էլ, Կարեն Կարապետյանն էլ կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։ Շնորհակալություն։ Կարապետյան հեծը պետականացնելու հետ կապված